Պահիր քո լեզուն չարությունից եւ քո շրթունքները որ նենգություն չխոսեն։ Ուշադիր քո լեզվին, ինչա դուրս գալիս է այստեղից։ Երբ որ քո տունը հյուր է գալիս, քո բերանից այդ վատ բառերը դուրս չեն գալիս, որովհետեւ քո հյուրից ամաչում ես։ Բայց երբ որ հյուր չկա, տնեցիներով եք, թույլ ես տալիս քեզ, որ այստեղից չար բաներ դուրս գան։ Եկեք Տիրոջ երկյուղը սովորեցնեմ ձեզ։ Տիրոջ երկյուղը ունեցող մարդը գիտի, որ Աստված լսում է։ Հարևանը կլսի, դուռը ծեծող հյուրը մինչև դուռը ծեծելը կլսի, թե չի լսի։ Քո համար այդքան կարևոր չի։ Դրան չէ, թեև սա էլ է կարևոր, ինչ տպավորություն եք թողնում մարդկանց մոտ, բայց Աստված լսում է, հենց սա է Տիրոջ երկյուղը։ Քո երկնային Հայրը, ում դու եկել ես պաշտելու, քո ծածուկում քեզ լսում է եւ ծածուկը դա միայն աղոթքի սենյակը չի, ծածուկը քո կյանքն է, որը ոչ ոք չի տեսնում։